ամբողջ միտումը վերարտադրվելն է եւ այդ վերարտադրված ժամկետում ուրեմն մեր պետությունից երևի ոչինչ չի գնա։ Պարզ։ Այսինքն կդառնա հանրույթ, նորից եմ կրկնում, ուղղակի սպառող, ինչպես ասած, իր ինքնության բոլոր էլեմենտներից կտրված, շարժունակությունը, տեղից մեր շարժունակությունը մեծ է։ Ուրեմն շարժունակությունը էապես բարձրացրած, ուրեմն անմիջապես ընտրություններից հետո եթե այս ուժը հաղթեց, ուրեմն օրակարգում կգա Արևմտյան Ադրբեջանի հարցը լրիվ այլ դրսևորումներով, ձևակերպումներով դեպի պրակտիկ գործողություններ եւ քայլեր։ Այդ ժամանակ կսկսենք մտածել այս ամբողջ շինարարական բումը կներեք, էլի դուրը կթակենք, ասեն, այս ինչ որ ադրբեջանցի մի ընտանիք ու կասի, սա իմ պապական տունն էր, դուրս ա իրից։ Պարզ ասենք, եթե ես չեմ սխալվում, այդպիսի ելույթներ 18-19 թվականին։ Հիմա էլ, այո, ասում են կոնդում բանում, սա մերն է։ Ուրեմն հենց ձեր մոտ, ձեր եթերում ենք այս թեմայով խոսել, որ ես ասել եմ, չունեմ զգացողություն, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցը վերաբերում է միայն հռչակագրին։ Չունեմ այդ զգացողությունը։ Այսինքն իրենց ներքին օրակարգում նույն սահմանադրությունից ակնկալվող էլ ինչեր կան, եւ դրանում որքանով կա նույն Արևմտյան Ադրբեջանի համար հարց է, ես պարզ ասեմ։ Հետևաբար իրավական կարգավորիչներից սկսած վերջացած պրակտիկ գործողությամբ դա դառնալու է շատ արդիական հարց, շատ։ Եվ այդ նորից եմ ասում, խոսքը կիսատ մնաց, այդ ժամանակ եւ միգուցե մենք լրիվ ուրիշ հայացքով կնայենք այս շինարարական բումին, այսքան բարձրացվող շենքերին, այն պարագայում, երբ որ մենք ունենք էլի արտագաղթ, մենք չունենք եսիմ ինչ ներգաղթ, ժողովրդագրական պատկերը եսիմ ինչ կարգի մի հատ կայծակնային աս չի տվել եւ այլ եւ այլ։